Բարի առավոտ աղջիկներս։ Այսպես Գյորգին էլի կոֆե ադնում, հա? Ասոր կոֆե ենք խմում։ Գյորգին երեխեքին տարել մանկապարտեզ, դպրոց, ես էլ իր փոխարեն գոմ մտա դուրս եկա։ Դժգոհության հարցն է դա, հա? Հիմա եկել ասում ա գոմ ես մտել, ասում եմ այո։ Բայց ասում ա դες ամեն ինչ տեղին էր, էլի շարժված չի եղել։ Ոսը գոմը դաշ չաներ։ Հենց ասում մտնեմ, որ գաս շորեր ջուր թազալուսնես, հետո ասեմ դե մի գնա, արդեն արի վերջացրել։ Էդ էլ Պրոստը ջուրը տեսասի կարող է։ Բայց ածա թե չէ, ստե դրան դեմը թափած էր։ որտե՞ղ է ջուր թափած։ Ստե դրան դեմը։ Այդ հավերի ջուրը տարա։ Սարազա։ Հավերին քացախով եմ ջուր տալի աղջիկներս, կեսուրս ասա, եթե ձեր հավերը ձու չեն ածում, ջրի մեջ մի փոքր քացախ լցրեք խմծորի, որ տաքանան ու սկսեն ածել։ Այդ համար մեկ գախնիկը։ Դե ասում են շատ ինչ ես տալի, ինչ է կանամ, որ ձու են տալի, տարին 12 ամիս, քացախ ենք տալիս, չորնի պերեց ենք լցնում ընկերի հետ, տաքացնում ա ու սկսում են ածել, չի կանգնում է պիացը։ Կանի տեսնեմ, հետո գիտա, տնեն տերը։ Անես տներ, որ ինքը տանը չլներ։ Էլիկ, էսա տեսաղորը մի ետ նոտբուկի մա կրիպտա, նոտբուկ նոտ, ասում են չարժ, ասում եմ 100,000 ռուբլի, ասում 1700 ռուբլի արդեն ծախսեցի Արսենի ծնունդի Աշվա։ Իշկան պտի հավաքի։ Ու մինյա ես ասում տիսիչ էտ էլ ծախսեցի, տիսիչ չեմ տը։ Ու Էրիկ ջան, պետքա փող հավաքի, որ նոտբուկ առնի։ Կայնա, չի չէ։ Լավ առնի պրինտերով։ Թող աշխատի առնի, հավաքի առնի։ Ասում եմ 300,000 էլ կա, մամ, ասում եմ մենք գնի էլ կա 80 է, կա 70 է, բախի ասում եմ կամպյուտերները թամ։ Կամպյուտեր կա, նոտբուկ վերցնենք, թե կամպյուտեր վերցնենք։ Անա։ Ну, պրինտերով պետք է առնենք ինչ առնենք։ Նոտբուկի հետ գրած պրինտերն ասես, կամպյուտերն էկրանը փոքր առանց։ Նկարները բան սաղ տպի էլի, դպրոցում բնեն սաղ կամպյուտերային է։ Աշխատումը պետք է լագալա, մանաջան։ Հա դե։ Անհրաժեշտ է։ Էլա, անա։ Յաննա նստած աղջիկեք հետ, Գյորգի ջան, հոգնած նոր եմ եկել։ Ես իջա վերել նոր։ Բայց այսօր երեկվա նման մառոց չէր։ Ոնց, ոնց բաներից։ Եկեղեցու ճամփ են միշտ է տենց է, նորմալ եղանակին այդտեղ գալիս է ցուրտ է, որտեվ դատարկ այդ տարածքը քամին տալիս է։ Աղջիկս դեռ քնած է։ Լավ քնավ։ Հա, ինչ հարց կար աղջիկեք ջան, հələ հարցը։ Արսենը հիմունը հելա։ Ուշ քնա, չէի կերամ, ժամ 3-ն հազար քնեմ մանա։ Չէ, ես շուտ եմ քնել։ 5-ից կես վեկացա Էլինային վերկացրեցի, տուալետ եկավ, հետ եկավ քնեց։ Հədə ժամը 5-ին եմ զարթն է։ Ու մեկ էլ բուզելնիկը տվեց, նենց դավ էի քնել, չէ, ուզում երեխեքին ուղարկեմ, ասես որ քնեն։ Թարսի պես է, գիտեք, չէ, եկուտ շաբաթ է։ Պետքա տանը մնան, որ կարա մինչև ժամը 8-8:30 քնեն, ժամը 6:30-7-ին Էրիկ արդեն սենց մանա գալի տնով մեկ։ Գիտի որ տանը չի քնեն։ Բայց պետք է ասեմ եք ուստասի։ Անյանա ջան։ Յա, մարդս մանեկով է։ Բա։ Հա։ Կոֆես թափա։ Ասա թափա։ Բայց որ գիտեն, մենք էլ ենք տենց եղել, ես բան չունեմ ասելու։ Ուղղակի չենք քնում, ես իրանց համար եմ ասում։ Այն կիսադա փող։ Չես սիրում։ Այն կիսադա ո՞րն է, մի քիչ քիչ է։ Մի քիչ։ Հայ, բացկեց հա։ Էլինան չի վեկացել, չէ՞ բավարար, ձենը դուք չի եկել։ Նա կստված։ Հա։ Ուրե լաշն։ Սիրել, չկանցնի բին չեմ։ Վերքելա։ Սուրեն քելա դերա։ Երեք խանութ գնացի, որ նվեր բան առնի, ինա հայ աղջիկը որ կար։ Ջեպս մի հատ կոնֆետ կար, ասեցի անազիս, ես էլ քեզ փող ետ դուս եկավ, ասում եմ ես անջան կոնֆետ չեմ ուտում, ասի դե հետ դուր։ Չես ուտում, ես ասում եմ։ Որ աղբեր ընկել էր է։ Հա։ Այդ աղջիկը։ Ստեփանովանը բարեկամներ ունի։
Այս չճանաչեցի։ Կարելի ասել ես Ստեփանավան մարդ չեմ ճանաչում, մենակ իմ ազգության է դիտել։ Մեկ էլ մի քանի հոգու։ Աղջիկներս եկա Արսենին վերցրեցի, հիմա գնում ենք խանութ նվեր գնելու։ Երիկի համար թելա հարկավոր, այն որ չգիտեմ, բանցիկներ են սարքում, խանութում ցույց կտամ։ Նվեր է ստացել, տանը ցույց կտամ ինչ կա ներսում, այսօր ծնունդ ա եղել եւ իրանք շատ սիրուն, այսպես ուրախացել են, շնորհավորել են։ Այդպես երեխեքը հերթավ դառնում են 5 տարեկան։ Հաջան։ Հա, բալիս։ Հələ տեսնենք բուլավկեն ստեղա վերցնեմ, չկա։ Եթե չեն տարել, այստեղ է երեք տեսել։ Անցած վլոգում նկարահանել եմ, ինչ ա նշանակում, ասին վերցրու Աննա ջան, էլի աղջիկ կունենաս։ Հա։ Բա որ ասում եմ անեմ, ասում ես չէ մի արա։ Արի, էսա կանեմ։ Այ տեսնենք բուլավկեն ստեղա, թե չէ։ Հիմա մեկ ուրիշն ա վերցրի աղջկան։ Փակեցի, հիմա տեսնենք ուր ա բուլավկեն։ Չկա, տարել են։ Ինչ-որ մեկը պետք է ունենա աղջիկ։ Չէ։ Էլ քուրիկ չես ուզում։ Հա, Արսեն։ Էլ քուրիկ չես ուզում։ Քուրիկ չես ուզում։ Ուզում ես։ Հետաքրքիր է 4 երեխան ինչ ձև պետք է լինի ում նման։ Նու ասում են 3-րդ առաջինին աննման, 4-րդն էլ երկրորդին, այսինքն 4 աղջիկս էլ Արսենին նման կլինի։ Ինչ ես ուզում ուտես։ Ապյաց։ Արի ցուրտ է բալես, գնանք տուն նոր, գնանք նվեր առնենք ու նոր շուշուտ արի, քանի մեքենա չի եկե։ Աղջիկներս Արսենը նվեր աստացել, բարնի, գնանք ելույթ կա այստեղ, օй, չուպա-չուպս, հյուց, այստեղ էլ կինդերան։ Ես էլ օй նկարա պետք է կծվի։ Նավը պետք է հավայքի։ Ինչ ես ուզում բալես։ Եսա մաման կտա։ Հացեմ դերցրել։ Հա, եսա կբացեմ։ Գյորգյան, բերել եմ սև ոճարներ։ Երիկին դպրոցում թել էին ուզել, մեկ էլ պատարակա խոչքա ուղանցել հետը։ Նվերներ սենյակում ցույց կտամ, կասեմ իմ համար եմ վերցրել, այստեղ հարմար չէ, ցույց տամ, սենյակում ցույց կտամ։ Աղջիկներս ծնունդ եմ հրավիրված, հիմա կասեք ում ծնունդ Նորնա ջան, ուր եք գնում, նվեր եմ գնել, միած ես ցույց տամ, ու նոր ճանապարհ ընկնենք, ու կասեմ ուր եմ գնում, ով է հրավիրել, այսպես գեղեցիկ շորիկ եժում, ոչ թե շորիկ, այլ ժակետը, որ ասում տենց ցեպովա ցեպով չի, կոճակներով չի, սենց սիրուն գրպաններով, նայք, բավականին երկար, Աքսաննայի մայրիկի ծնունդն է այսօր և հրավիրված է, թե չկանչեր էլ, պարտադիր պետք է նվեր առնեի և գնայի շնորհավորելու տատիկի համար, ով ակտի իրոն ջոհել կսկա։ Ելում ես գնացրել եմ, այլկս 10-ից եկել է, տնայիներ չունի անելու, ես էլ արդեն պատրաստում եմ տանից դուրս գալ, ահաց աղջիկներս չմոռանամ, սպարծիվ կես փոխեմ նոր դուրս գամ, միամիտ նես ծուրտա չեք պատկերացնի, տաղ լիներ չէ էլ փոխի։ Այսպես գեղեցիկ ջնս է տապա թակա,
Իդեպ էփիրում էի Ռուբինայիս հետ, ափսոս շատ կարճ տևեց, հյուր էի գնացել իրեն էփիր, Էլինան չթողեց խոսենք, լացեց, ամեն ժամ 2-ին որ պետք է դուրս գայի, ասի Ռոբ ջան կներես Ալևս գնամ, բայց մի գեղեցիկ օր կմիանանք երկուսով, սիրուն էփիր կունենանք, տեսնենք ինչ ենք պլանավորում, ինչպես ենք պլանավորում, որպեսզի դուրս գանք դե։ Հանեց մառոզ աղջիկներս, փոլ-փոլիկ, ես էլ բազներս բացել եմ, կիսա չորանալ, այսօր հակակայքպես չեմ հասրել չորացնել, չեմ գործերս վերջացրեցի երկու բար խոսացի Ռուբինայի հետ, այսպես ժամը 2 եկավ, Էլինաս լացում եմ, վերանում խնացրեցի, հիմա գնում եմ Մաքսանաստուն, տնունդ, աղջիկներով ենք էլի հավաքում, տատի շնորհավոր եմ հետ գամ, այդպես խումիո, շահաշած մառոզը, ես ամազերս կքարանա, կապում էլ ես չի իլնում, չես կապում չի իլնում, ես չոլք ես կտրեցի կրակն ընգա, քշմաչ ու ձախ, գնացի սիրուն ես լե եկեղեցին եմ սիրուն ասենց, մենակ, որ կոմը նայում ես, այդ եկեղեցին քեզ նայում է, սիրուներս եւս մեկ անգամ շնորհակալ եմ ձեր ջերմ վերաբերմունքի համար, ձեր ջերմ խոսքերի համար, որ այդպես սիրուն գրում եք իմ հասցեին, ի սրտի զգացված եմ, ապրեք շատ, ուրախ եմ, որ ունեմ ձեզ, ինչ ասեմ, շնորհակալ եմ, որ հավանում եք, որ ակտիվ մեկնաբանում եք, որ ոչ մի հարցից անպատասխան չեք թողնում, գրում եք, ի սրտի զգացված եմ աղջիկներս, ապրեք շատ, այս ճանապարհներից նենց եմ վախենում, նենց է սառածը, ոնց է սղալով գնում եմ, գնամ մի հատ է խանութ, քաղցր վերցնեմ, հագուստի հետ ու գնանք, սենց ուղիղ բարսանում ենք վերև խանութ, երեկից դպրոցը դարսից տուրնեկով ախավոր, այսպես սառած, ինքն էլ ենքան հանգիստ է գալի, այն որ շտապելու ոչ մի տեղ չունի երիկը, հանգիստ, համար ցենց դանդաղ գալիս է, ասենց կկանգնի մի ժամ կնայի, բոլոր ճանապարհները զննելով է գալիս, շատ հանգիստ է գալիս, սպասեք ճանապարհից դուրս գամ, մեքենա չկա, այլ սառածա չենք կարա պահեն ու վթար կենթարկվեն, այս կողմը շատ ցուրտ է, բայց սիրուն է ձմեռը, ես սիրում եք, թե չէ ձմեռը, հլը գրեք տեսնեմ աղջիկներս, եթե ամեն ինչով ապահովված ես լինում, իհարկե լավն է, պետք ամեն եղանակ իր տեղում լինի, ճիշտ ժամին գա, ճիշտ ժամին հեռանա, ես սիրում եմ ձմեռն էլ, գարունն էլ, ամառը ավելի շոկ է, դե ամառը, այն որ ոչ մի բան չես կարողանում անել, շոկին չես կարողանում տանից դուրս գալ, կամ էլ պետք է ամբողջ օրը գնաս ծովի ափին պարկես, որ այդ շոկը չզգաս, եւ այլն, ես կեզ եղանակները սիրում եմ, մեր ժամանակվա ձմեռը լրիվ ուրիշ գույն ունի, այս ժամանակվա ձմեռը լրիվ ուրիշ գույն է, մեր ժամանակ բոլոր երեխեքս դուրս են գալի դուրս, ծնեմարդեր ենք պատրաստում, խաղում, ձնագնդիկ, նույնիսկ հիշում եմ մեր հարևանները, մեզանից մենց, ու արդեն իրանք այն ժամանակ 29-30 տարեկան են, մենք դեռ նոր 8-9-10 տարեկան, մինչև նույնիսկ 16 տարեկանը դուրս էին գալիս, ծնագնդիկ էինք խաղում, վարդևորի ժամանակ վարդևոր էինք խաղում, ստրեսի, իսկ հիմա ոչ մի բան չես կարողանում անես, մտնում ես տուն ու վերջ հեռախոս դու, ու վերջ երեխեքն էլ շատ քիչ ես երեխա տեսնում դրսում, որ դուրս գան իրար հետ խաղանել, ասում ենք գործնագործ, չգիտեմ, բասկետբոլ, վոլեյբոլ, թաղ երեխեքով այնքան էինք խաղում, այդ ամեն ինչը սենց մնացել է մեր
հիշողության մեջ ամենալավ պահեր էլի։ Իսկ հիմա ինչա։ Դրսում նույնիսկ երեխա չես տեսնում։ Այս կողմից է դուրս գամ։ Մեքենա չկա։ Վախենում եմ շատ։ Արդեն հասնում եմ խանութ։ Երևում է խանութը գնում։ Մինչև գնամ հասնեմ տուն 2:00 արդեն 5:05 րոպե ուշացել եմ պատճառել Լինայի չքնելներ դե չի ես սիրում եմ ժամանակին եթե ասել են այս ժամին ուրեմն այս ժամին պետք է տեղում լինես անխանութն է փագա քաղցրը մնաց մի ուրիշ անգամ աղջիկներս հենց նոր տուն եկա ահա որքան մոտած էս կարմրած, սառած ես տուն եկա հիմա Գյորգյանք եմ գալիս Արսենին Արսեն Ջան Tu mai ugabiš otkače. Zera քաշեց ձերիցը, թե? Tu pace otkače. Եկել են գնացը։ Բայց շտենգա։ Հատկազես, մեկը։ Հա։ Դեպի այդպես նա դեպի ուզում հավաքել։ Mama, Դա։ eti tu soane. Ներեք են աղջիկն է տաքսիստը որ կար, երկու արկվեսի չտվա։ Դե Արսեն ավտոբուս սպասեց է, գնացի հա ցարը եկա, մտածի դե 2 րոպե սպասելա, ոչինչ։ Mama, ikuç tu vikas. Երկուց ես գամ, Եկես տունն ես դու։ ուզում ես մաման դա քեզ դիմավորի, Da. ինչի պապա ես լավ չի։ Ce? Դե։ Baba, unde tati takuya? Գիտես թե երեխես ասում։ Ես տաքսի մի անգամից չեմ զանգեմ, գնում ենք խանութ, իր մառոժնի եմ առնում ինք ուտում, անոր ես տաքսի եմ զանգում։ Դրա համար ասում, թող մամաս կա։ Ինչի բարակոտ։ Դու մի անգամից տաքսի ես զանգում, երեխեն ֆիքսել ա քեզ։ Կատեր ջանի։ Աղգաց. Գրկեմ, որի գրկեմ կոնձս։ Հայջա։ Էսի փոլշոնը։ Հա։ Բաչեմ։ Ama kratik de. Որտեղ։ Zimay Ինչ անեմ։ Zimay. Ay. Որտեղ ջոնի, տորո։ Իմ գոնց։ Ես իմ մաման կոպետնի։ Ես եմ նոր եկել։ Հա։ Հա։ Դա։ Ոնց է բանը ցույց տալու։ Mama. Այսօր։ Հա, ոնց է տանցում բանանայի երկը միջև երկը։ Հա։ Լապարի։ Հա։ Նոր աբերքին։ Mama. Մալադես, երեխես քնեց այնքան միջև մաման ծնուտ գնաց հետ եկավ։ Դա։ Mama. Ջան, Eti. կոֆե։ Da yes. Yes. Տնանք ինչ ասի։ Ջան, զարթնար։ Բալուս։ Արի մոտս։ Հալա նայեք աղջիկներս, մարգարիտի քարերով սրտիկները ինչ սիրունա ստացվում։ Ասից ես ցույց տամ։ Հալա տեսեք։ Մի հատ կյանքը ոնց սարքեմ, բայց հալա նայեք։ Այսպես սիրունա ստացվում։ Mama. Ջան, Тут бобе. Mama, let's anitsi. Ինչ է հանեցիր բալես։ Բացեցիր։ Da. Տուր, չի կարելի։ Gimnaziste. Ինձ մար կոֆե ես լցնեմ։ Da. Mama, ay. Գալիս եմ, դե գնա եկա, գնացինք Էլինա։ Գնա մամա շորերդ բերի փոխեմ բալիս։ Բա, աղջիկներս Էդել այդպես։ Աղջիկներս այստեղ գնումներ ա։ Գնումներ օրվա մեջ շուշուտ ա լինում, ինչպես տեսնում եք։ Կլուբնիկի սոկ։
Դրա համար այսպես մեծ չի երևում, հա։ Ես չեմ հավաքում հետո նկարում կամ եթե մեծ գնումներ եմ կատարում, միանգամից նկարում եմ, իսկ ես գնումները օրվա գնումներն է, որ օրվա մեջ կարող է 3 անգամ էլ գնումներ գնամ։ Սոխ այսքանը 202 ռուբլի։ Այս սոկը 100 քանիսա եղել, 140 լիմոնյա, մանդարին, ստեղ սմետան է։ Տարեք դուք ձեր մանդարինները լվացեք։ Դուք իմ երեխեքի համար մեկ անհանգստացեք իմ փոխարեն։ Ես լավ գիտեմ իմ երեխեքին ինչ անհրաժեշտ, լվաց հասկարան ուտեն։ Լվացիր։ Հələ տեսնեմ։ Մի հատ էլ ասում է սպայսիվա։ Դու էլ լվացիր։ Ապրեք։ Իրանց համար այնտեղ հատուկ հեղուկ կա, իրանք լավ լվանում են, մաքրում, նոր ուտում են։ Դուր ես կլպեմ։ Աղջիկներս պատրաստում ենք գրեշկով հնդկածավարով փլատ։ Տամ ուտես գազարը։ Էսա տամ բալես։ Հա։ Սոխ արդեն կարմրում է։ Ահա։ Ուզում ես գազար ուտես։ Ինչը կամպյուտերը։ Նախքան քեզ գրել եմ։ Լավ է երևում է Գյորգ վիդեոյի մեջ երեխեքը։ Հա։ Ան։ Ես նայեցի երեգիններ սիրուն է դեպիս նայեցի։ Բարսենին է։ Արսենին չասրի նայ։ Բայց կա։ Հա։ Հա։ Միացնենք նայենք, տնանք կարանք հեռուստացույցով նայենք։ Սոխը կարմրել է, ավելացնում ենք գազարը։ Հիմա գրեշկա ենք սարքում Էրիկ ջան։ Մսով եմ սարքում աղջիկներ ջան։ Որպեսզի ավելի սոճնի լինի։ Մսերը շատ մանր չեմ կտրատում, որ ծամելուց հասկանանք ինչ ենք ծամում։ Ոչ շատ մեծ լինի, ոչ շատ փոքր, որ համ էփի սիրուններս։ Են հեռախոսի զանգ չեկեք, Գյորգ։ Նա ոչ չիդե ոչ։ Ես կողմեն է։ Ահա, սիրուններս։ Հիմա համեմունքներ ավելացնեմ։ Դու լսնեմ, որ միսը չչորանա։ Չնայած իր վրա յուղային մաս կա, ինքը սա իր յուղը դուրս կտա։ Ինչեր եմ ես ավելացնում, դե գիտեք, սոխը, գազարը, միսը, ես ընենց եմ էփում, որ ուտեն, էլի ասեն, էլի ուզում եմ, չասեն, էլ չէ, պես չեմ ուզում ուտեմ։ Չորացրած սամիտ, հոտ անուշ գալիս է։ Որպեսզի կարմիր պերեցը չվառվի, ջուր ենք ավելացնում և ավելացնում եմ 2 լավ ճաշի գդալ տոմատի մածուկ։ Վերջում կավելացնեմ հնդկածավարը աղը և ամենավերջում մաղադանոսը։ Թողնում եմ 5 րոպե եռա, հետո նոր կավելացնեմ հնդկածավարը ջուրը ու արդեն սրա համար մենակ հիմա միսն եմ էփում, որ հանկարծ դե գիտեք շուտ է էփում, միսը հում չմնա էլի, ամել սոճնի լինի, չորոտ չլինի։
Ներս ես ինչպես եմ լվանում թեյնիկը, լիմոնի աղով, ուքսուսով եւ սոդայով։ Արդեն մոտավորապես 5 տարի է այս ձև եմ լվանում թեյնիկները։ Ինչ ենք անում։ Ավելացնում ենք սոդա թեյնիկի մեջ։ Ինչ։ Հա, ենք իրանիրան անջատում։ Մենք մի հատ ունենք, մենք էինք անջատում։ Սոդա, շատ քիչ։ Հա, բալես, ինքը որ երասնում է, անջատում է։ Հաճան։ Թեյնիկն եմ լվանում։ Ավելացնում ենք ուքսուս, շատ քիչ։ Այսպես էլ է մաքրում սոդան ուքսուսով, բայց լիմոնի աղը յուրահատուկ հանում է այդ նստվածքը։ Ավելացնում ենք լիմոնի աղ, այսպես, դաժե կարանք չեռացնենք էլ։ Գիտեք չէ, լիմոնի աղը ժանգել է մաքրում։ Վաննաների կողքերը, չգիտեմ որտեղ որ ժանգոտ տեղեր կա, լիմոնի աղը լցնում եք և թողնում եք։ Եթե շորի վրա է ժանգը, լիմոնի աղը և մի փոքր եռացրած ջուր, կամ դնում եք արևի տակ, ինքը մի անգամից մաքրում է։ Սպասեք մի փոքր ջուր ավելացնեմ, ջուրն էլ ավելացնում ենք և եռացնում ենք ընդամենը, որ մի հատ եռում է։ Փայլում է։ Երկար ժամանակ է, ես մենակ այս տարբերակով եմ թեյնիկները լվանում, իսկ կաթսաները, սրճեփները, այս տեսակները լվանում եմ բանով, անուն ինչա, ազելիտով։ Թե ինչպես եմ սենց փայլացնում, այն ներսը վառվել է, ինքը ջուրը շատ քիչ է լցրել ու վառվել է, կեղծ չէ, եթե հետքն է տենց մնացել, չի մաքրվում։ Իսկ այս կողքերը նայեք, ամբողջը փայլում է, ինքը ազելիտով եմ գազօջախի վրա փայլացրել։ Շատ ունեմ մաքրման տեսակները, որ նկարահանել եմ, բայց չգիտեմ, այդ վլոգները դիտել եք թե ոչ, եթե կցանկանաք, հաջորդ անգամ մաքրելուց նորից կնկարահանեմ, ինձ համար դժվար չի ձեզ ցույց տալը։ Կաթսաները նույնպես գազօջախի վրա եմ փայլացնում, այս տեսակ, հա, ներժից։ Նայեք փայլեց։ Հիմա այս եռացրած ջուրը լցնում ենք կրանտի տակ, որպեսզի մաքրվի։ Հասկերան վերջացրեցինք, ամբողջ ամանները լվացել եմ, մնում է պարզաջրեմ տեղադրեմ և մի հատ էլ սուրճ խմենք ու ասենք բարի գիշեր, բարեկամներ, կհանդիպենք առավոտյան։ Աստծո կամքով լույսը բացվի, կհանդիպենք արդեն հաջորդ վլոգում։ Տեսեք աղջիկներս ինչպես է պսպղցնում, հիմա մի հատ սուրճ ենք խմում և գնում հանգստանում, գնամ վլոգս մոնտաժեմ տեղադրեմ, այդպես սիրուններս, մի հատ հետք չի թողնում, լիմոնաղը, ուքսուսը և սոդան։ Nei faccio quindi che tu sa. Fai lo stesso? Papà che li metto qui che già na galis. Ora. Ma come li metto in testa, sai, sa. Da? O mi faccio io, dai. Ah, da che sta. Քանի որ 3-1-ում մի հատ է, սուրճն էլ է հատնում։ Այստեղ սուրճ ունենք հայկական, այսպես կես կիլոյով ենք առնում, կիլոյով էլի, այսինքն այսպես։ Հա, Մուրադյան, Յուրի Մուրադյան։ Իմ ազգանունն էլ է Մուրադյան։ Առաջ անգամ եմ կարդում։ Միացնեմ եռամ, մինչև սուրճը լցնի։
Բարի գիշերի սուրճն է։ Բարի գիշեր բարեկամներ։ Ձեր ցավը տանեմ։ Մինչև եռա գնամ բաժակս էլ բերեմ ու գամ։ Это тракторին է, որ ջուրա լցնեմ։ Չէ, լավ է, երկար է տևել։ Այս մեկի կյանքը երկար է։ Eski çöl atıyorsun, bir de sefer, padere zargın olur. Այն կապսոսար չունի։ Ինքը մենակ ուզում է, որ բերեմ ես խնամքով չի պարում։ Սաղերիկից մեծ տրակտորները, սկավատորները սաղ իրանք այդ օրը կցին։ Բա։ Ես պա դու մենակ լիմոնի կամպետ ես ուտել։ Չես առե հեչ։ Mi անկամ եմ առե, մենելով հավես չելա, էլ չարա, մինչև կերավ կստուս եկա։ Աստեղ էլ են գրամով ծախում էլի, 100 գրամը 59 ռուբլի, 70 ռուբլի, 69 ռուբլի, 29 ռուբլի, 34 ռուբլի տարբեր։ 600 ռուբլի կիլոն էլի, հա։ Եթե 100 գրամը 60 կիլոնը 600-ը։ Կարող կա